Սիրելի խեցգետիններ, այժմ ներկայացնեմ մայիս ամսվա կանխատեսումը ձեր նշանի համար, ողջույն, այսօր ապրիլի 21-ն է, ձեզ բաժին ընկավ արևոր իմ օրացույցով և հուսով եմ, որ կարդարացնի դա իրեն, որովհետև դուք ազատվեցիք ի վերջո այն դժվարությունները, որ դուք թե ասցենդենտով, թե ուրեմն արևի նշանով այն ամենի միջով, որ դուք անցաք, բնականաբար շատ դժվար էր, գիտեմ, դժվարություններ եղան, կորուստներ նույնիսկ ընդհոպ, մի խոսքով դժվարություններ էին և ամեն մեկը յուրովի, չմանրամասնեմ, և հիմա դուք արդեն այդ ամենը անցավ, դուք այդ թեթևությունը զգում եք և իհարկե արդեն այստեղ կկարգավորվի, ես կարծում եմ աստիճանաբար կկարգավորվի, որովհետև այստեղ ևս ի վերջո այն ընտանեկան, նաև շատերի մոտ ընտանեկան կամ երկրի հայրենիքի կամ արտերկրի հետ կապված հարցեր, բնակարանի հարցեր և այլն, այսպիսի դժվարին հարցեր կային, դրանք ևս աստիճանաբար ինչ-որ առումով կարգավորվեց կամ ձեզ համար դարձավ որոշակի ձեր հետագա անելիքների հետ կապված, ուրեմն ոմանց մոտ, ես այսպես ընդհանուր ասեմ, որովհետև դուք երրորդ նշանն եք, իդեպ սիրելի խեցգետիներ, շատ կարևոր է ուզում եմ նշել, որ երրորդ տեղում կշարքներն էին, դուք իրենց գերազանցեցիք և տեղավորվել եք երրորդ տեղում, ահա, ուստի ես առաջին 3 տեղերի համար հիմնականում մի քիչ ավելի մանրամասնում եմ, այդպես, և հիմա ուրեմն այդ խնդիրները, որ կային, իրենք հիմա արդեն աստիճանաբար այդ թեթևությունը ևս զգում եք և ասեմ, որ ոմանց մոտ երեխայի թեման է, ոմանց մոտ արտերկրի թեման է, որտեղ մոլորակները հավաքված են այդտեղ, արտերկրի թեման է, ոմանց մոտ իրավական թեմաները կլինեն և դրանով պայմանավորված իրենց, կարելի ասել ապագան կամ իրենց նպատակների իրականացում և այլն, նաև ոմանց իրենց կարիերան, աշխատանքն է հետաքրքրում, թե ինչպես պիտի լինի, ընդհանուր այսպիսի իրավիճակ է, բոլոր դեպքերում հետաքրքիր է նաև, որ նորալուսին, ես ուզում հենց ներկայացնել մայիս ամսին, ինչ է լինելու, նորալուսինը կլինի, որը կարող է նոր սկիզբ դնել ձեր կյանքում փոփոխությունների, այնուհետև լիալուսինը կլինի ջրի նշանը, որը ձեզ համար բնականաբար լավ է, այստեղ շատերի մոտ երեխայի թեման է, ոմանց մոտ սիրո թեման է և ոմանց մոտ միգուցե իրենց աշխատանքի թեման է, որ շատ կարևորում է և այդտեղ որևիցե կարևոր իրադարձություն կկատարվի, ահա, և Պլուտոնը կդառնա հետընթաց մոտ 6 ամիս, ձեր ֆինանսների տանն է ինքը տեղավորված, այնուհետև Մերկուրին կհասցնի 2 անգամ փոխել իր նշանը, արևը բնականաբար կփոխի իր նշանը և այստեղ Սատուրնը ինքը ժամանակավորապես կտեղավորվի խոյի նշանում, որ տեսնում եք, այստեղ ինքը ձեզ կհիշեցնի, դա իր տունն է և ինքը կհիշեցնի ձեզ նպատակների մասին, հա, ոմանք միգուցե իրավական ինչ-որ խնդիրների մեջ են, անպայման չի դա դատարանի վերաբերվի, պարզապես ինչ-որ մի տեղ եք մեկնում, ինչ-որ մի բան եք ուզում ձեռք բերել և այլն, այդպես օրենքի հետ եք գործ ունենում և փաստաթղթերի թեմաներ կա և նաև մյուս տարբերակը, այնպես որ այստեղ արտերկրի թեման կարծես թե ձեր նպատակները կապում եք արտերկրի հետ, այսպիսի իրավիճակ է կամ եթե արտերկրում եք հայրենիքի հետ, ինչևէ կամ ասենք աշխատանք կամ սովորել արտերկրում, այսպիսի մտքեր կան ձեզ մոտ, ահա, իսկ հիմա փորձեմ մանրամասնել և այսպես սկսենք Պլուտոնից, որը մայիսի 4-ին կդառնա հետընթաց մինչև հոկտեմբերի 14-ը, ինքը ձեր 8-րդ տանն է, ասցենդենտով խեցգետիններ, իհարկե լսում են, առաջինը լսում ենք ասցենդենտի նշանը խեցգետին, հետո արևի նշանը, որտեղ այստեղ հիմնականում աշխատում է ասցենդենտի նշանը, իսկ դա կարող ենք իմանալ, սա ասում է բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել իմ ալիքին, պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, եթե գիտեք, կարող եք գրել տվյալները, օր, ամիս, տարի, ժամ, ես ձեզ կարող եմ ասել ուրեմն ասցենդենտի նշանը որն է,
Եվ այսպես Պլուտոնը կդառնա հետընթաց, այստեղ որոշակի ուրեմն ֆինանսական հարցեր կլինեն։ Դեպ ես ուզում եմ նշել, որ ապրիլի ես նախորդ եթե լսեք նախորդ վիդեոն պետք է որ ասած լինեմ նշած լինեմ ապրիլյան այդ օրերի մասին եւ դուք դա ինքը շարունակվում է մայիս ամսվա մեջ, դրա համար եմ ուզում նշել այդ մասին, որ որոշակի լարվածություններ կարող են լինել ոմանց մոտ հենց տվյալ, ասենք, իրենց անձի հետ կապված ոմանց մոտ երեխայի թեմա կարող է լինել, սիրո թեման կարող է լինել եւ դա ինքնին կապված լինի նաեւ ֆինանսների հետ այսպիսի թեմա կա եւ այստեղ կարող է որոշակի լարվածություն առաջանալ հենց իմ ապրիլի 25-ից սկսած միգուցե կամ 20-ից վերցն, այսօր արդեն 21-ն է, միգուցե ոմանց մոտ հիմա արդեն կատարվում է որոշակի process-ներ կատարվում են, հա, դրա համար քանի որ ես չգիտեմ ձեր անձնական քարտեզը, այդպես պլյուս մինուսով մի քիչ ավելի մեծ եմ վերցնում եւ մինչեւ մայիսի 10-ը կամ 15-ը մասնավորապես այս սկզբներում այդ լարվածությունը որոշակի լարվածություն կլինի հավանաբար սիրո հարցում, երեխայի հարցում եւ ձեր բիզնեսի աշխատանքի հետ կապված դուք ուրեմն բնականաբար դա ընդհանրում է ֆինանսներ, ուրեմն այդտեղ որոշակի անելիքներ կլինեն, ուրեմն սա այսպես եւ անցնենք առաջ 10 մայիսի մինչև մայիսի 25-ը Մերկուրին կմտնի ձեր կմտնի ցոլի նշան, որը պայմանավորված է ձեր գոլեգաներն են, ընկերներն են եւ այստեղ հավանաբար որոշակի քննարկումներ կլինեն, աշխատանքի հետ կապված կարող են քննարկումներ լինել, շատ տարբեր ֆինանսների հետ կապված կարող են լինել նաեւ ինչու ոչ սիրո թեման է, վեներան սիրո մոլորակն է եւ ոմանց մոտ այս թեման եւս կարող է շահարկվել, բայց գիտեք ձեր գործի, ձեր սիրո թեմայի հետ այստեղ որոշակի դա մտնում է ապրիլ ամսվա մեջ, որոշակի հակադրվածություն կարող է լինել, հատկապես եթե դուք կարիճի նշանում, խեցգետին եք, բայց կարիճի նշանում, ասենք ունեք մի քանի մոլորակ եւ այստեղ ուրեմն կարող է համընկնումներ կամ ցոլի նշանում ունեք մոլորակներ, ահա, եւ այստեղ կարող է լինել որոշակի հակազդեցություններ կլինեն, այնուհետև 12-ին մայիսի տեղի կունենա լիա լուսինը Հայաստանի ժամանակով 20:55 րոպե 46 վայրկյան, արևև լուսինը կհակադրվեն 23 աստիճանում եւ կարիճի նշանում տեղի կունենա լիա լուսինը։ Գիտեք, կարծես թե ինչ որ մի թեմա, որ ձեզ անհանգստացնում է, նորից տեսնում եք երեխայի թեման է, այստեղ ընտանեկան թեմաներն են եւ իհարկե սիրո թեման եւ ձեր բիզնեսի թեման, հա, այստեղ կավարտվի թեման, ինչ որ ձեզ հետաքրքրում էր եւ դուք ձեր հետագա անելիքները արդեն կիմանաք, սա շատ կարևոր է։ Բոլոր դեպքերում ջրի նշանում է լինում լիալուսինը եւ ես կարծում եմ, եթե մասնավորապես խեցգետի նշանում այս դեպքում արևի ունենաք շատ մոլորակներ կամ ասցենդենտի նշանում էլ ցանկացած նշանին է վերաբերում, որ իր ասցենդենտի նշանը խեցգետինն է եւ այդտեղ դուք ունեք մոլորակներ, այստեղ այդ լիալուսինը ձեզ համար եւս լավ կլինի, այսինքն այն ավարտ, այն ինչ որ լինի, լավ ավարտ կունենա, այն ինչ խնդիրների մեջ որ դուք հայտնվել եք, կարող է ունենալ լավ ավարտ։ Ահա, եւ լիալուսնից հետո մեզ մոտ կարևոր իրադարձությունը դա ուրեմն արևի անցումն է երկօրյակի նշան, այստեղ արևը կտեղափոխվի այդտեղ եւ իհարկե այդտեղ է լինելու նորալուսինը, նոր սկիզբ, որը կարող է փոխել ձեր կյանքը, ցանկություն կա բոլոր դեպքերում նոր սկիզբ դնելու եւ ամեն ինչ փոխելու, այսպիսի ցանկություն կա խեցգետինների մոտ, ասցենդենտով խեցգետինների մոտ մասնավորապես, ինչևէ արևը կմտնի այդտեղ եւ կփորձի որոշակի այդպես կարգավորել, դասավորել այդ բոլոր խնդիրները կամ այդ փոփոխությունները, որ կան, ինքը կփորձի կարգավորել, այնուհետև 25-ին Սատուրնը կփոխի իր նշանը
ժամանակավորապես բնականաբար ինքը կմտնի խոյի նշան, այստեղ ձեր նպատակներն են եւ ձեզ կփորձի ինքը հուշել կամ ձեզ ստիպել, որպեսզի դուք կողմնորոշվեք ի վերջո ձեր անելիքները ինչպիսին եք տեսնում ձեր ապագան, պետք է գնաք ձեր նպատակների ետևից ու պետք է անեք որոշակի քայլեր։ Ես դա ասացի կապված է շատերի մոտ արտերկրի հետ այնտեղ աշխատանք կամ սովորում եք կամ ամուսնանում եք կամ պարզապես ինչ որ ուրիշ հարցեր կա կամ բիզնես ունեք, այդպես արտերկրի հետ կամ հայրենիքի հետ այսպիսի թեմաներ կան, ինչ որ իրավական թեմաներ կան, որ դա պետք է հասցնել ուրեմն հասցնել ավարտին, այս մասին է խոսքը եւ հաջորդ օրը 26-ին Մերկուրին նորից կփոխի իր նշանը, այս անգամ արդեն կմտնի նորից երկօրյակի նշան, այսինքն հետևելով արևին եւ այստեղ հանդիպումներ կլինեն գախնի արդեն շատ կոնկրետ կփորձեք նաեւ այստեղ արտերկրի թեման, եթե արտերկրում եք հայրենիքի եւ այլն կփորձեք հանդիպումներ ունենալ, խորհուրդ հարցնել, հետաքրքրվել, որպեսզի ձեր կյանքում ինչ-որ փոփոխություն մտցնեք եւ 27-ին արդեն հաջորդ իսկ օր, այդպես իրար ետևից 27-ին մայիսի մենք ունենք նորալուսին, որը Հայաստանի ժամանակով տեղի կունենա առավոտյան 7:02:11 Արևև լուսինը կմիանան 7 աստիճանում եւ երկօրյակի նշանում կլինի, այսինքն սկիզբը կդրվի հավանաբար որոշ ուրեմն թեմաներ կավարտեք եւ այստեղ նոր սկիզբ կդրվի փոփոխությունների, նոր սկիզբ կդրվի ձեր կյանքում։ Ես ուղղակի ձեզ միայն մնում է զգուշացնեմ սիրելի խեցգետիններ, որ ուրեմն 16-ին կեսերին, մայիսի կեսերին, 15, 16, 17 այդպես պետք է ուշադիր լինեք ձեր գոլեգաների հետ, ցանկալի այդ ժամանակ հանդիպումներ, ինչ որ բաներ, հարցեր կարևոր այդպես չքննարկել եւ մասնավորապես հանդիպումներին վերաբերող 29-ից 31 այդ ժամանակահատվածում եւս ուրեմն ոչ մի հանդիպում չունենալ, ոչ մի ինֆորմացիա կամ գաղտնիք չվստահել գոլեգային կամ թեկուզ նույնիսկ իրենց կողմից ձեզ տրված գաղտնիքները երբեմն դա եւս վնասակար է լինում, որտեղ դուք կրողն եք դառնում գաղտնիքի եւ այդպես թիրախավորվում եք, դա համար ավելի լավ է զերծ մնաք ամեն ինչից, հանդիպումներից, հարցերի կարգավորումից եւ այլն, այդ ժամանակահատվածը եւ ուրեմն զգուշացված եք, ինֆորմացված եք, ուրեմն պաշտպանված եք, ահա, այսպես եւ եթե այսքանով սիրելի խեցգետիններ ավարտենք, ինչ կարող եմ ձեզ ասել, դուք դուրս եկաք այդ դժվարին վիճակից, արդեն քիչ մնաց եւ ամեն ինչ գրեթե ավարտվել է ձեզ մոտ եւ ուրեմն ամեն ինչ լավ կլինի, ահա այստեղ ֆինանսական հարցերն են, ես կարծում եմ հիմա լարվածություն կա, բայց մայիսի կեսերից արդեն լավ կլինի, իհարկե ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, որովհետև կարող է տրանզիտներում լավ լինել, բայց ձեր անձնական քարտեզում ես չգիտեմ ինչ կլինի, բոլոր դեպքերում հնարավոր է որ նպատակային գումարներ ծախսեք, բայց եւ նաեւ գումարներ ուրեմն կլինեն։ Մյուս դեպքում արդեն մենք տեսնում ենք դասավորությունը բոլոր դեպքերում շատ ավելի բարվոք է, քան ամիսներ առաջ էր, այնպես որ գնացեք ձեր նպատակների ետևից, դրա մասին են ասում մոլորակները, կարգավորեք այդ փաստաթղթերը եւ գնացեք ձեր նպատակների ետևից, այսքանը լավ եղեք, գրեք անպայման տպավորությունների մասին, արդյոք դա ձեզ օգտակար եղավ, արդյոք կատարվեց, շատերը իհարկե ինձ գրում են, զանգում են, որ շատ օգտակար եղավ, հետևեցին իմ խորհրդին եւ իրեն կարողացան խնդրին ճիշտ լուծում տալ, այնպես որ շատ են ինձ զանգում եւ գրում, այսքանը լավ եղեք, ակտիվ եղեք, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ